Մեր մոտ ծրագրերը ոչ թե գրվում է եւ մնում է թղթի վրա, այլ կոլեգիալ համապատասխան որոշման ժամանակ դա իրականացվում է։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Գաբրիել Ղազարյանի ղեկավարությամբ որդեգրել է ամենակարևոր խնդիրը՝ սպորտի մասսայականացում ամբողջ Հայաստանում, ուշադրության կենտրոնում պահել մարզերի մարզական կենտրոններն ու քարոզել առողջ ապրելակերպ։ Այսօր մեր երեխաների մեջ պետք է մարմնավորել մի միտք, որ պարտադիր է ֆիզկուլտուրան իրանց համար, որ իրանք արդեն այդ գաղափարով, այդ մտքով մտնեն հանրակրթական դպրոց։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ Ազատության հրապարակում յուրաքանչյուր ամիս ներկայացնելու է մեկ մարզաձև։ Իսկ կրթության նախարարության հետ պայմանավորվածության շնորհիվ գործունեություն է ծավալելու նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում ֆիզիկական կուլտուրան քարոզելու համար։ Բացել խորհուրդներ, մարզադպրոցների կից խորհուրդներ, գիտեք, Եվս շատ կարևոր հարց է, որպեսզի դպրոցում յուրաքանչյուր հարցերը լուծվեն կոլեգիալ։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ուշադիր է նաև բանակ զորակոչված մարզիկների հարցում։ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներն ու մինչև 6-րդ տեղը գրաված մարզիկները ծառայությունն անցկացնում են բանակի կենտրոնական մարզական ակումբում։ Չեն անտեսվում նաև հեռանկարային մարզիկները։ Այն մարզիկը, որը չի ընկնում, բայց ինքը հեռանկարային է եւ զորակոչվում է հայկական բանակ, մենք աշխատում ենք եւս իրան ընդգրկենք այլ միջազգային մրցումներին, Եվրոպայի աշխարհի առաջնություններին։ Մենք համատեղ պաշտպանության նախարարության հետ այդ հարցը կարողանում ենք շատ ցիվիլ լուծենք։ Լավագույն մարզիկները դուրսը չեն մնում։ Նախարար Գաբրիել Ղազարյանը վստահ է, որ նանկին ուղևորված մեր լավագույն պատանի մարզիկները դեռ ցուցադրելու են իրենց ուժն ու կարողությունը, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը փորձելու է ամեն կերպ աջակցել պատանի մարզիկներին։ Կառավարության դատին է ներկայացվելու նաև օլիմպիական չեմպիոններին ցմահ թոշակ նշանակելու ծրագիրը։ Ծիրան Ոսկանյան, Աշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։